Այսօր իշխանությունը հերթական անգամ փորձում է տնտեսական իրականությունը ներկայացնել մասնակի և ընտրովի կերպով։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Բաբոյանը հղում է անում միջազգային հեղինակավոր զեկույցի, սակայն այդ զեկույցից հանրությանը ներկայացվում են միայն քաղաքական առումով շահեկան ձևակերպումներ։ Սա ոչ թե վերլուծություն է, այլ ընտրովի տեղեկատվություն։ Իսկ ամբողջական պատկերը բոլորովին այլ է։ Հայաստանը արդեն 5 տարի անընդմեջ չափավոր ազատ երկիր է համարվում։ Սա նշանակում է, որ խոսքը ոչ թե առաջընթացի, այլ համակարգային կանգի մասին է։ Ավելին, 2026 թվականին արձանագրված աճը որևէ նոր որակ չի ձևավորում։ Դա ընդամենը վերադարձ է տարիներ առաջ ունեցած մակարդակին, այսինքն այն, ինչ ներկայացվում է որպես հաջողություն, իրականում նախկին պոտենցիալի սպառում է։ Զեկույցը միաժամանակ արձանագրում է խնդրահարույց մի շարք առանցքային ուղղություններ։ Ներդրումային միջավայրի գրավչությունը նվազել է, աշխատանքի շուկայի ազատությունը հետընթաց է ապրել, իսկ առևտրի ազատության ցուցանիշները մնում են ցածր մակարդակներում։ Սրանք վիճակագրական թվեր չեն միայն, սրանք տնտեսական քաղաքականության արդյունավետության ուղիղ ցուցիչներն են։ Սակայն ամենահիմնարար խնդիրը վերաբերվում է օրենքի գերակայությանը։ Սեփականության իրավունքի պաշտպանությունը և արդարադատության արդյունավետությունը գնահատվում են որպես տնտեսապես ճնշված մակարդակ։ Սա արդեն համակարգային վտանգ է։ Սա նշանակում է, որ պետությունը չի ապահովում տնտեսության համար անհրաժեշտ հիմքային երաշխիքները։ Ներդրողը չի տեսնում պաշտպանվածություն, բիզնեսը չի վստահում դատարաններին, քաղաքացին չի զգում օրենքի անաչառ կիրառումը։ Երբ այս իրողությունները գիտակցաբար շրջանցվում են, իսկ հանրությանը ներկայացվում է միայն դրական պատկերը, դա այլևս պարզապես տեղեկատվության թերի ներկայացում չէ։ Դա քաղաքական մանիպուլյացիա է։ Պետական պաշտոնը չի կարող վերածվել նախընտրական հաղորդակցության գործիքի։ Տնտեսական զարգացումը չի կառուցվում ֆեյսբուքյան հրապարակումների վրա։ Այն կառուցվում է վստահելի ինստիտուտների, կանխատեսելի քաղաքականության և օրենքի գերակայության հիմքի վրա։ Եվ քանի դեռ այս հիմնարար պայմանները ապահովված չեն, ցանկացած չակերտավոր հաջողության մասին հայտարարություն մնում է ոչ թե իրական արդյունք, այլ կիսատ ներկայացված իրականություն։